ուզում եմ հարցնել ձեզ, ովքեր են ձեզանից այն մարդիկ, ովքեր որ իրենց փոքր ժամանակ կամ իրենց հասուն տարիքում քարերի հետ սիրել են խաղալ։ Ովքեր են նրանք, ովքեր որ ընկերներով գնացել են գետակի մոտ կամ մի փոքր լիճ եւ քար են նետել ջուրը։ Նաև կան վստահ որ ամեն մի քար չի, որ ջուրն են նետում, այլ տափակ քարեր կա, հատուկ հավաքում էին այդպես եւ ջրի վրայով այսպես պիտի նետեինք քարը, որպեսզի ավելի երկար ջրի վրայով գնար եւ սնգեր ջրի մեջ։ Վստահ եմ, որ շատերս ունեցել են նման փորձառություն քարը նետելու։ Այո, նաև քարը նետել եք թիրախների վրա։ Հերու տարաներ էին դնում ինչ որ իրեր եւ հերից քարը պիտի նետեին, որովհետեւ ճիշտ գար թիրախին կպնել եւ ովքեր որ շատ էին կպնում թիրախներին, նրանք հաղթում էին։ Եվ այո, նաև քար են նետել մարդկանց պաշտպանելու համար կամ կենդանիներին պաշտպանելու համար գազաններից։ Քարը տարբեր նպատակների եւ պատճառների համար են գործածել մեր կյանքի մեջ, ինչպես նաև ցավոք սրտի քար գործածել է կամ առհասարակ գործածվել է քարը մարդկանց վնաս հասցնելու համար։ Եվ սրանք շատ կարևոր եւ շատ ցավալի բաներ են եւ նաեւ իրականություն այսօրվա մեր կյանքի մեջ, որ հիմա է մարդիկ քար են գցում։ Եվ ցավոք սրտի այդ քարը գցում են ոչ թե խաղալու համար, ուրախանալու համար կամ մրցելու, այլ մեկը մյուսին վնաս հասցնելու համար։ Եղել են շատ պատմություններ թե անցյալում եւ թե հիմա էլ, որ մարդկանց քարկոծել են եւ վնաս են հասցրել։ Այո, ֆիզիկապես նյութական քարը վերցրել են եւ նետել մարդու վրա, ինչպես նաեւ կան քարեր, որ նյութական քարեր չեն։ Դրանք կեղծավորության քարեր են, դրանք մարդկանց մեղադրելու քարեր են, բամբասանքի եւ չարախոսության քարեր են, որոնց միջոցով մարդը փորձել է վնաս հասցնել իր դիմացինի։ Այո, սրանք իրականություն են, սիրելի եկեղեցի։ Շատերը պատրաստ են դատապարտել եւ քար նետել ուրիշների վրա։ Եվ սա բնականաբար հեչ հաճելի, իսկապես հեչ հաճելի գործողություն չի, մանավանդ երբ որ քեզ սխալվածում է եւ այդ ցավը կամ ֆիզիկապես կամ հոգեպես զգում ես քո մարմնի վրա կամ քո հոգու վրա եւ իսկապես սա տառապեցնում է քեզ։ Մանավանդ երբ քար են գցում ոչ թե արդարացի, այլ անարդարացի կերպով եւ սա վնասում է քեզ։ Այո, շատերը պատրաստ են դատապարտել եւ քար նետել ուրիշների վրա, բայց հազվադեպ են պատրաստ նայելու իրենց սրտի խորքերը։ Որովհետեւ միշտ հեշտ է քար նետել, քան թե քարը ընդունել։ Մեղքը եւ կեղծավորությունը միայն անհատի անձնական խնդիրը չէ։ Այն ուժը, որը քայքայում է մարդու ներսից։ Տերը մեր կյանքում դիտով չէ։ Տերը քո կյանքում դիտով չէ։ Այո, մենք կարող ենք քարերի, բազում քարերի հարվածներից տառապել, տխրել, լացել, չարչարվել եւ կարող է լինել մարդիկ, ում համար միևնույն կլինի դու լացեցիր, տառապեցիր, ցավը զգացիր, թե ինչ, բայց մեկ կարևոր բան. Աստված քո կյանքում դիտով չէ։ Աստված տեսնում է մեր պայքարները, մեր ցավերը, մեր վերելքները, մեր վայրեջքները, ինչպես նաև Աստված տեսնում է, որ մենք փրկության կարիք ունենք։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 1-11 համարները հետևյալն է ասում. Եկեք լսենք Աստծո խոսքը երկյուղացությամբ եւ նրանք ովքեր ունեն սուրբ գիրք խնդրեն որ բացեն եւ հետևեք Հովանու ավետարան 8-րդ գլուխ 1-11 համարներ։ Աստծո խոսքն ասում է. Հիսուսը Ձիթենյաց լեռը գնաց, առավոտյան դարձյալ տաճար եկավ եւ ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս։ Նա նստած ուսուցանում էր նրանց։ Դպիրներն ու փարիսեցիները նրա մոտ շնության մեջ բռնված մի կնոջ բերեցին եւ նրան մեջտեղ կանգնեցնելով ասացին Հիսուսին. Վարդապետ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս։ Մովսեսը օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսին։ Հիմա դու ինչ ես ասում։
Բայց նրան փորձելու համար են այդ ասում, որպեսզի նրան անվաստանելու պատճառ ունենա։ Հիսուսը գետնին նայելով մատով գրում էր հողի վրա։ Բայց երբ պնդում էին իրենց հարցումը, նա վեր նայեց ու ասեց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա քարը գցի դրա վրա»։ Եվ դարձյալ ցած նայելով գրում էր հողի վրա, սակայն նրանք այս լսելով մեկը մյուսի ետևից մեծից փոքր ելան գնացին։ Եվ մնացին միայն Հիսուսը ու մեջտեղում կանգնած կինը։ Այդժամ Հիսուսը վեր նայեց եւ նրան ասաց. «Ով կին, քեզ ամբաստանողները որտեղ են»։ Հիսուսը նրան ասաց. «Ով կին, քեզ ամբաստանողները որտեղ են, քեզ ոչ ոք չդատապարտեց»։ Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տեր»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում, գնա եւ այսուհետեւ մեղք մի գործիր, ամեն Աստծո խոսքի»։ Սիրելիներ, Աստվածաշնչում կան օրինակներ, որտեղ մարդիկ անարդար կերպով քարկոծել են այլ մարդկանց։ Եվ այդ մարդկանցից է Նաբոթը, իսրայելացի մի մարդ, որի այգին ցանկանում էր վերցնել թագավոր Աքաբը։ Սուտ մեղադրանքով նրան դատապարտեցին եւ քարկոծեցին, եւ նպատակը նրա ունեցվածքի, նրա հողին տեր կանգնելն էր։ Հաջորդը Զաքարիայի որդի Հովիադան, մարգարե, որը հանդիմանում էր ժողովրդին Աստծուց հեռանալու համար։ Թագավոր Հովասի հրամանով նա քարկոծվեց հենց Աստծո տաճարի բակում։ Հաջորդը Ստեփանոսն էր, առաջին քրիստոնյա նահատակը։ Նրան քարկոծեցին Երուսաղեմում, որովհետև նա քարոզում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Իսկ Հովհաննես Ավետարանի այս պատմության մեջ նկարագրվում է մի կնոջ պատմություն, որի քարկոծման նպատակը առաջին հայացքից արդարացի է, սակայն դրա խորքային նպատակը Տեր Հիսուսի դեմ բան գտնելն էր եւ նրան մեղավոր դարձնելն էր։ Այսպիսով, այս պատմությունը ոչ միայն կնոջ մեղքի մասին է, այլ նաև կրոնական կեղծավորության եւ Աստծո շնորհի բացահայտման մասին է։ Այս պատմության մեջ մենք տեսնում ենք 3 կերպար. մեղքի մեջ բռնված կնոջը, դատապարտող փարիսեցիներին եւ դպիրներին եւ նաեւ փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին, ով ոչ միայն բացահայտում է ճշմարտությունը, այլ նաեւ տալիս է նոր հույս։ Տեր Հիսուսի փրկարար շնորհի մեջ միշտ կա հնարավորություն կյանքը սկսելու նոր էջից։ Քարոզի առաջի կետին գալով 1-6 համարները կրկին պիտի ընթերցեն։ Եվ խնդրում եմ, որ կրկին ուշադրություն դարձնեք, որտեղ ասում է. Հիսուսը Ձիթենյանց լեռը գնաց, առավոտյան դարձյալ տաճար եկավ եւ ամբողջ ժողովուրդը նրան մոտ էր գալիս։ Նա նստած ուսուցանում էր նրանց։ Դպիրներն ու փարիսեցիները նրա մոտ շնության մեջ բռնված մի կնոջ բերեցին եւ նրան մեջտեղ կանգնեցնելով ասացին Հիսուսին. «Վարդապետ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս։ Մովսեսը օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսիներին։ Հիմա դու ինչ ես ասում»։ Բայց նրան փորձելու համար էին այդ ասում, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Դպիրների ու փարիսեցիների մեղադրանքը այնքանով անհիմն էր, որ բացակայում էր շնություն գործող երկրորդ անձը՝ տղամարդը։ Աստծո խոսքն ասում է Ղևտացոց 20-10 համար. «Ով որ շնություն անի մի ուրիշ մարդու կնոջ հետ, իր ընկերոջ կնոջ հետ, շնություն անողը անպատճառ պիտի մեռցվի, թե շնացող տղամարդը եւ թե շնացած կինը»։ Երկուսն են։ Բայց այստեղ տեսնում ենք, որ կատարվում է խտրականություն։ Կարծես թե պաշտպանվում է տղամարդու շահերը, իսկ ոտնահարվում կնոջ։
շահերը։ Այստեղ տեսնում եք մեր կարևոր բան, որ այս փարիսեցիների եւ դպիրների համար մարդկային կյանքը ոչինչ չարժեր։ Նրանց համար կարևոր էր իրենց նպատակը եւ ոչ թե մարդկային կյանքը։ Խնդրեմ, որ մեկ պահ ձեր աչքերը փակեք։ Պատկերացնեք, որ Աստված չանի, բայց այս կնոջ փոխարեն դուք եք, որին քաղաքի մի ծայրից քարշ տալով, հրելով, բրդելով, ձեռքից քաշելով եւ նաեւ ամբողջն էլ գոռալով այս կնոջ հետևից գոռում է, որ դու անառակ ես, Մովսեսի օրենքավորած քեզ պիտի քարկոծեն, որտեղ դու մեր գործեցիր, դու շնություն գործեցիր եւ այս տեսակ խոսքերով, բռնությունով այս կնոջը բերում են կանգնեցնում կենտրոնում, որտեղ Տեր Հիսուսն է եւ պատկերացնում եք շրջապատված մի խառն ամբոխով, դպիրներով, փարիսեցիներով եւ ուժեղ անձանցով, ովքեր որ իրենց արդար են կարծում, եւ այս կինը կենտրոնում, պատկերացնում եք նրա հոգեկան, մտային, հոգեբանական եւ նաեւ ֆիզիկական վիճակը։ Ինչ է կատարվում այս անձի հետ։ Եվ հարցը գիտեք որն է, որ այս ամբոխի համար միևնույնն էր, թե այս մեղավոր անձը ինչ կզգար։ Նրանց համար կարևոր չէ այս անձի փրկությունը։ Նրանց համար կարևոր չէր, որ նրան նոր հնարավորություն եւ առիթ տային իրենց կյանքը, իր կյանքը սկսելու նոր էջից։ Նրանց համար ավելի կարևոր էր նրանց նպատակը։ Նրանց նպատակը ոչ թե արդարությունն էր, այլ նրանք դա անում էին Հիսուսին փորձելու համար։ Նրանք օգտագործեցին մի մեղավոր կնոջ որպես կրոնական գործիք, որ կարողանային հասնել իրենց նպատակին։ Այստեղ տեսնում ենք, որ նրանց համար մարդկային կյանքը ոչինչ, իսկապես ոչինչ չարժեր։ Առաջին դարի հրեական հասարակությունը ապրում էր մովսեսական օրենքի ներքո։ Օրենքում շնությունը համարվում էր ծանր մեղք, եւ դրա պատիժը սա քարտոծումն էր։ Սակայն հռոմեական իշխանության ժամանակ հրեաները իրավունք չունեին ինքնուրույն մահապատիժ կիրառելու։ Դպիրներն ու փարիսեցիները հաճախ փորձում էին Տեր Հիսուսին ծուղակի մեջ գցել։ Եվ պատկերացնում եք, եթե Տեր Հիսուս իրենց հարցին պատասխաներ եւ ասեր, այո, քարտոծեք այս կնոջը, ապա կարող էին նրան մեղադրել հռոմեական օրենքը խախտելու մեջ։ Եթե ասեր չքարտոծեք, այլ ներեք, ապա կարող էին ասել, որ նա հակառակում է Մովսեսի օրենքին եւ արդարացում է շնության մեղքը։ Այստեղ երևում է կրոնական եւ հոգեվոր կեղծավորությունը եւ կա կեղծավորության մի մեծ խնդիր։ Դպիրներն ու փարիսեցիները տեսնում էին ուրիշի մեղքը, բայց չէին տեսնում իրենց կեղծավոր սրտի վիճակը։ Նրանք հեշտությամբ տեսնում էին, թե ինչ է կատարվում ուրիշի կյանքում, բայց չէին նայում իրենց ներսը, թե ինչ է կատարվում իրենց ներսում։ Իրենք իրենց անմեղ էին կարծում, բայց մատնացույց էին անում իրենց դեմը գտնվող անձանց։ Հետարքիր մեկ ասացված կա, մարդիկ հաճախ ավելի արագ են դատապարտում ուրիշներին այն մեղքերի համար, որոնք հենց իրենք են գործում։ Եվ սա սովորաբար այդպես է։ Եվ 6-րդ համարի 2-րդ հատվածն ասում է. Հիսուսը գետին նայելով մատով գրում էր հողի վրա։ Եվ սրա վրա կա մի քանի մեկնություններ, այսինքն կարծիքներ, եզրակացություններ, եւ դրանցից մի քանիսը սրանք են։ Մեկնություն կա, որ Հիսուս պարզապես ուշադրություն չդարձնելով նրանց ասացին, նա չմտավ նրանց ստեղծած վեճի մեջ։ Նա կրացավ եւ գրեց գետնին ստիպելով նրանց, որ կրկնելով այդ մեղադրանքները եւ քարտոծման դրդերը, նրանք կարողանային գիտակցել իրենց մեջ թաքնված դաժանությունը եւ տեսնել իրենց իրական դեմքը, որը թաքնված էր աստվածպաշտության քողի տակ։ Հնարավոր է, որ Հիսուս տեսնելով նրանց չարացած դեմքի արտահայտությունները, նրանց սառը եւ դաժան աչքերի արտահայտությունը,
Նաև տեսնելով ամբողի հեշտասեր և թեթևամի հետաքրքրասիրությունը և տեսնելով մյուս կողմից կնոջ ամոթը, նա սկսեց գրել գետնի վրա հենց այն մարդկանց անունները, ովքեր որ գտնվում էին այդ նույն մեղքի մեջ։ Այս հատվածը ցույց է տալիս, որ մարդիկ հաճախ օգտագործում են ուրիշների մեղքերը իրենց արդարությունը ցույց տալու համար, ընդգծելու, որ թե իրանք որքան լավն են դիմացինից։ Բայց երբ մեղավորները շարունակեցին պնդել իրենց հարցը, Հիսուսը տվեց մի պատասխան, որը փոխեց ամբողջ իրավիճակը այդ քննադատության և այդ խնդրի։ Երկրորդ կետը 7-ից 9 համարներն ասում են. բայց երբ պնդում էին իրենց հարցումը, նա վեր նայեց ու ասաց. ձեզանից ով անմեղ է, թող առաջինը քար գցի նրա վրա։ Եվ դարձյալ ցած նայելով գրում էր հողի վրա։ Տեր Հիսուսի պատասխանելովը իրենց հարցը դուրս եկավ իրենց դեմ։ Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը քար գցի նրա վրա։ Կամ այլ տեսանկյունից ասած, ում մտքով անգամ չի անցել նույն մեղքը գործել, թող առաջինը նա քարը գցի նրա վրա։ Մենք տեսնում ենք մեկ հետաքրքիր բան։ Չբացահայտված գաղտնի անալատները ուզում են արդար դատ վարել բացահայտված անալատի հանդեպ։ Եթե քո մեղքերը բացահայտված չէ, ապա դա չի նշանակում, որ դու անմեղ ես և իրավունք ունես դատելու, հեգնանքով և գոռոզությամբ խոսելու դիմացինի թեև։ Դժվար է իսկապես բացահայտել և ընդունել սեփական գործած մեղքը։ Երբ որ դու քո ներսն ես նայում և փորձում ես հասկանալ հետևյալը. իսկ ես ինչ մեղք եմ գործել։ Եվ շատ դժվար է ընդունել սեփական մեղքը։ Երբեմն մենք ասում ենք, այո, ես մեղավոր եմ, բայց ինձ դրդեցին սա անել։ Եվ սա ինքնաարդարացում է, ոչ թե խոստովանություն և ապաշխարություն։ Եվ հաջորդը, շատ դժվար է դատել ուրիշներին, երբ բացահայտված է հենց քո մեղքը։ Որտեղ դու հասկանում ես լավ, ինչ իրավունքով ես դատեմ և մեկի կյանքը փորձեմ կործանել և վնասել, երբ որ ես ինքս նույն քննադատությանն եմ արժանի, նույն պատժին եմ արժանի, լավ ինչպես ես սա իմանալով, ես սկսեմ քննադատել և քար նետել մեկ ուրիշի վրա, այն բանի համար, որ նույնը ինքս եմ արել։ 9-րդ համարն ասում է. սակայն նրանք այս լսելով մեկը մյուսի հետևից մեծից փոքր ելան գնացին և մնացին միայն Հիսուսը ու մեջտեղում կանգնած կինը։ Մենք տեսնում ենք, որ եղավ լռություն, հեռացան բոլորը։ Տեր Հիսուսի խոսքը կարող ենք հասկանալ հետևյալ կերպ ևս. նույնքան մեղավոր ես և նույնքան արժանի ես քարկոծման։ Կարևոր չէ, այն մեղքը գործել ես ֆիզիկապես, թե մտքով մտածել ես դրա մասին։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 27 և 28 համարներն ասում են. լսել եք, թե ինչ ասվեց. մի շնանա։ Բայց ես ասում եմ ձեզ, ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջը, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։ Հիսուսը մնաց կանգնած և կինը կենտրոնում, դեմ առ դեմ, կարծես թե աչք աչքի, այդպես կանգնած էին, այս կինը կանգնած էր մեղքի պատճառով, մեծ տառապանք կրած և նաև կանգնած էր մեծ կարեկցանք ունեցող մեկը։ Ով անմեղ է, թող առաջի քարը նա գցի։ Այս խոսքը փոխեց ամեն ինչ։ Հիսուսը չհերքեց օրենքը, բայց նա ստիպեց մարդկանց նայել իրենց սրտի խորքը։ Հանկարծ ամբոխը հասկացավ մի կարևոր պարզ ճշմարտություն, որ մեղավոր են բոլորը և արդար որևէ մեկը չկա։
մեկը մյուսի հետևից մեծից փոքր գնացին։ Այդ պահին տեղի ունեցավ ոչ թե քարտոծում, այլ անհատ անձի խղճի դատաստան տեղի ունեցավ, որտեղ ամեն մեկը քննելով իր ներսը իրեն գտավ մեղավոր, իրեն գտավ, որ ինքն էլ է արժան այդ նույն պատժի եւ թողեցին ու հեռացան։ Մարդը երբ հանդիպում է Աստծո ճշմարտությանը, նա սկսում է ճանաչել իր մեջ գտնվող մեղքը։ Երբ ամբողջը հեռացավ, մնացին միայն երկու հոգի՝ մեղավոր կինը եւ փրկիչը, ով ցուցաբերեց թե արդարություն եւ թե նաեւ ողորմություն։ Երրորդ կետին անդրադառնալով 10-րդ համարը ասում է. այդժամ Հիսուսը վեր նայեց եւ նրան ասեց. ով կին, քեզ ամբաստանողները որտեղ են, քեզ ոչ ոք չդատապարտեց, ուր են քեզ մեղադրողները։ Եվ եթե պատասխան հնչեր նույն մեղքի մեջ է, ոչ ոք քեզ չմեղադրեց, եթե պատասխան հնչեր ոչ, որովհետև նույն պատժին էին արժանի։ Մատթեոս ավետարանի մեջ հետևյալն է ասում. մի դատեք, որ չդատվեք։ Ուշադրություն դարձրեք ձեր աչքի մեջ գերանին եւ ապաշխարեք։ 11-րդ համարը ասում է. իսկ նա ասաց. ոչ ոք Տեր։ Հիսուսը նրան ասեց. ոչ էլ ես եմ քեզ դատապարտում, գնա եւ այսուհետեւ մեղք մի գործիր։ Տեր Հիսուսը մեզ տվեց օրինակ, որ առաջի զգացողությունը, որ պիտի ունենանք մեղավորի հանդեպ, դա կարեկցանքն է, այլ ոչ թե դատելը դիմացինի։ Գնա եւ այլևս մեղք մի գործիր։ Սա դատավճիռ չէ, այլ հնարավորություն ապաշխարելու, որ հիմա քեզ չեն դատի, գնա եւ ապացուցի, որ կարող ես ուղղվել, գնա եւ կյանքը սկսի նոր էջից։ Տերը մեղավորին տալիս է հնարավորություն շփվելու, հնարավորություն դարձի գալու, հնարավորություն փոխվելու։ Մարդկանց սիրելիներ ոչ միայն ունեցել են անցյալ, ոչ միայն ունեն անցյալ, այլ նաև ունեն ապագա։ Ուրեմն քննադատելով եւ քարկոծելով նրանց անցյալի համար դուք վնասում եք նրանց ապագա։ Գնա այլևս մեղք մի գործիր։ Դա մարտահրավեր է ուղղված այսօր բոլորիս։ Գնա եւ կյանքը ապրիր Տեր Հիսուս Քրիստոսով։ Հիսուսը հարցրեց կնոջը. քեզ ոչ ոք չդատապարտեց։ Կինը պատասխանեց. ոչ ոք Տեր։ Այդ ժամանակ Հիսուսը ասեց. ոչ էլ ես եմ քեզ դատապարտում, գնա եւ այսուհետեւ մեղք մի գործիր։ Այս խոսքերի մեջ կա երկու կարևոր ճշմարտություն՝ շնորհ եւ երկրորդը դրա արդյունքում փոխված ու փրկված կյանքը։ Քրիստոսի շնորհը չի արդարացնում մեղքը, բայց փրկում է մեղավորին։ Եվ որպես ամփոփում, սիրելիներ, այն պահին, երբ մարդը իր դիմացինին սկսում է վերաբերվել ինչպես մի իրի, ապա այնտեղ այլևս չի մնում քրիստոնեական հոգի։ Այդպիսի վերաբերմունքի մեջ հաճախ թաքնված է կեղծավորությունը։ Մարդը հեշտությամբ մեղադրում է ուրիշներին, փորձելով Աստծո ուշադրությունը շեղել իր սեփական գործած մեղքերից։ Բայց Աստծո առաջ դա անհնար է։ Նա տեսնում է մեղքը, թե արարքը եւ թե մարդու սիրտը։ Տերը ողորմած է եւ ներում է, սակայն նրա ներումը նաեւ կոչ է եւ մարտահրավեր մարդու համար։ Գնա եւ այսուհետեւ մեղք մի գործիր։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ Աստծո ներկայության մեջ միշտ կա հնարավորություն կյանքը սկսելու նոր էջից։ Սիրելիներ, մոտենում է հարության պաշտամունքը, որտեղ որ խոսում է Տեր Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ եւ մեր մեղքերի պատճառով խաչը բարձրացավ եւ մահացավ։ Մեր գործած մեղքերի համար մենք ինքներս պիտի քարտոծվեինք։ Այս քարը մեզ էր ուղղված,
Բայց Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով Տեր Հիսուս Քրիստոս բոլոր այդ հարվածները վերցրեց իր վրա։ Այո, մեղքի պատճառով մենք պիտի խաչը բարձրանայինք եւ մահանայինք խաչի վրա, բայց Քրիստոսի ողորմության ու սիրո շնորհիվ մենք առիթ ունեցանք մեր կյանքը սկսելու նոր էջից։ Նա մեր փոխարեն խաչը բարձրացավ, որ այսօր մենք կարողանանք կյանք ունենալ եւ իր միջոցով էլ ավելի կյանք ունենալ, հավիտենական կյանք ունենալ։ Տերը թող օրհնի բոլորի սիրելիներ եւ իսկապես գիտակցենք մեր մեղավոր վիճակը, գիտակցենք, որ այսօր Աստված մեզ Տեր Հիսուս Քրիստոսով առիթ ու հնարավորություն է տալիս մեր կյանքը նորովի սկսելու։ Տերը օրհնի բոլորիս, ամեն։